Հիսուսի սրբո ամեն։ Եթե ես վկայեմ իմ մասին, իմ վկայությունը ճշմարիտ չէ։ Ուրիշն է, որ վկայում է իմ մասին։ Տիրոջ վկայությունը իր մասին ճշմարիտ էր, որովհետև ոչ միայն ինքն էր վկայում, այլ նաև Հայրը և Սուրբ Հոգին, նաև Հովհաննիսը, նաև ժողովուրդն էր վկայում Քրիստոսի մասին, նաև այն հրաշքները, որ Տերը գործում էր, բոլորը վկայում էին Տիրոջ աստվածային էության մասին։ Բայց մարդու վկայությունը իր մասին ճշմարիտ չէ, որովհետև մարդը միշտ չափազանցված է իր մասին խոսում, կամ չափազանցված լավ, կամ չափազանցված վատ։ Չի կարողանում մարդը գտնել այն գեղեցիկ, միջին, գեղեցիկ, հստակ, արդար ոսկին, չի կարողանում մարդը ինքն իրեն ճանաչել։ Այդ պատճառով Սողոմոնն ասում է, ճանաչիր ինքդ քեզ, լավ ճանաչիր ինքդ քեզ, որպեսզի կարողանաս խոսել։ Բայց Տիրոջ վկայությունը իր մասին ճշմարիտ է, որովհետև մինչև Քրիստոսի մասին խոսել են, քննեցեք գրքերը, ասում են, ուզում եք քննել գրքերը և ինչ-որ ճշմարտություն իմանալ, այդ բոլոր գրքերը իմ մասին են խոսում։ Քրիստոսի մասին վկայել են մարգարեները դեռևս Քրիստոսի ծննդուց առաջ։ Քրիստոսի գալստյան ժամանակ մկրտության օրերին վկայեց Հովհաննես մկրտիչը և ասաց սա է, որի մասին ես ասում էի։ Եվ Հովհաննեսի մկրտությունը ջրով էր, իսկ Քրիստոսի մկրտությունը Սուրբ Հոգով և հրով։ Եվ հա մի պահ ժողովուրդը լսեց Հովհաննես մկրտչին, որտեղ Հովհաննես մկրտիչը ճրագ է։ Ճրագը վառվում է այնքան ժամանակ, քանի դեռ մութ է։ Գիշեր է, բայց երբ որ ցերեկը գալիս է, ճրագի կարիք չկա, հանգցնում են ճրագը։ Այդպես էլ Հովհաննես մկրտիչը գործեց այնքան, մինչև որ Քրիստոս եկավ ասպարեզ։ Եվ Քրիստոս պետք է իր մկրտությունը հաստատել և երկնքի արքայությունը քարոզել, Հովհաննեսը ետ քաշվեց, բանտ նետվեց, գլխատվեց։ Եվ ինքը Հովհաննեսը ևս վկայեց և ասաց, ես պետք է փոքրանամ, նա պետք է մեծանա, ես պետք է նվազեմ, նա պետք է հզորանա, որովհետև ես միայն պատրաստում եմ նրա գալուստը, ես Տիրոջ ճանապարհներն եմ պատրաստում, ես արժանի չեմ նրա ոտքերի կոշիկները կապեր արձակելու, նա ավելի մեծ է, քան ես։ Եվ բայց ժողովուրդը ընդունեց թե Հովհաննեսի վկայությունը և թե Քրիստոսի վկայությունը։ Եվ եթե իմ խոսքերին չեք հավատում, ապա գործերին հավատացեք, այն բոլոր հրաշքները, որ ես գործում եմ, դրանք արդեն իսկ վկայում են իմ մասին, որ ես հորից ելա և եկա աշխարհ։ Հա այս ամենը վկայում են Տիրոջ մասին։ Եվ Սուրբ գրքի խորույն խորհուրդները քննելը նշանակում է գտնել Սուրբ գրքի մեջ աստվածային ճշմարտությունները։ 7 նապատիկ մաքրել, հրով, այրել, սրբել, ինչպես ոսկին, երբ ընդերքից հանում են, մաքուր ոսկի չէ, այլ երկար աշխատանք պետք է անել, պետք է բովել, այրել, մաքրել, հեռացնել ախտը և գտնել ոսկին։ Այդպես էլ Սուրբ գիրքը մեծ գանձեր ունի իր մեջ թաքնված, բայց պետք է քննել Սուրբ գիրքը, պետք է խորամուխ լինել, պետք է աստվածային սիրո հրով առարանի մեջ գցել Սուրբ գրքի խոսքերը, այրել, մաքրել, թրծել և հանել ոսկի, ադամանդը, թանկարժեք քարերը և հենց դա երկնքի արքայության գանձը մեր Տերն է, Հիսուս Քրիստոս։ Այդ պատճառով է Տերն ասում, թե դուք քննեցեք գրքերը, տեղը տեղին քննեք, խորամուխ եղեք, դուրս անեք, սիրո վառարանի հրո մեջ գցեք և գտնեք ոսկի։ Այդ բոլոր գրքերը իմ մասին են գրում։
այսպես ասաց մեր Տերը, բայց նա ով հավատում էր, հավատաց, իսկ ով չէր հավատում, չհավատաց։ Եվ այսօր էլ նույն քննեք գրքերը եւ կտեսնեք այդ բոլորը Քրիստոսի մասին, որտեղ նա է սկիզբը եւ վերջը, ալֆան եւ օմեգա։ Այստեղ խոսելու է նաեւ հանդերձյալ հավիտենական կյանքում, ահեղ դատաստանի ժամանակ։ Եվ որքան որ շուտ մենք քննենք գրքերը, քննենք եւ տեսնենք, գտնենք ճշմարտությունը, այնքան շուտ կհավատանք, այնքան արագ կհասնի մեզ փրկություն։ Ուրեմն թող իրապես մեր միտքը, մեր սիրտը, մեր հոգին ճշմարտությանը հետևեն։ Ամեն։